Տիկին Կարապետյան, ինձ հարց եք ղղել, փորձեմ անդրադառնալ դրան։ Սիրելի հայրենակիցներ, Տիկին Մարիա Կարապետյանի նուրբ հոգին ալեկոծվել էր հարցազրույցում հնչեցրած իմ այն պնդումից, որ Տիկին Կարապետյանը համահեղինակել է մի զեկույց, որը հակավրացական է։ Այո, ես սխալվել եմ իմ այդ պնդումն անելիս, որովհետև Տիկին Կարապետյանը ընդամենը կողմ է քվեարկել հակավրացական նման մի զեկույցին եւ համահեղինակել է մեկ այլ զեկույց։ Այո, Տիկին Կարապետյան, ես այդտեղ սխալվել եմ։ Ցավոք սրտի, այո, սխալվել եմ, բայց իմ այդ սխալը, Տիկին Կարապետյան, հազարավոր կյանքեր չի արժեցել, Արցախ չի արժեցել, մեր ազգային ինքնության կործանում չի արժեցել, բայց դեր նուրբ հոգին կարծես այդտեղ առանձնապես չի ալեկոծվում, ցավոք սրտի։ Իսկ Ալեն Սիմոնյանն էլ ինձ անդրադառնալիս, չգիտես ինչու իմ ժպիտը նրա մոտ այսպես նյարդային ինչ-որ բան է առաջացնում, ասում է Տիկին Գրիգորյանը նեղվել է, որ ՔՊ-ի նավը չի խորտակվել։ Ես ուզում եմ, որ ինքը իմանա, որ որևէ մեկը հավերժ չի։ Ձեր նավը խորտակվելու է եւ ես ամեն բան անելու եմ, որ Արցախը կործանածների նավը խորտակվի։ Իմ փոքր մասնակցությունը կունենամ, փոքր մասնակցությունը կանեմ, մեծ մասնակցություն կարողանամ ունենալ, մեծ մասնակցությամբ հանդես կգամ, բայց այն որ Արցախը կործանածների նավը խորտակվելու է, որևէ վարքյան նույնիսկ կասկած չունենաք, բոլոր իշխանություններն էլ անցողիկ են։ Սիրելի հայրենակիցներ, քանի որ հիմնական թեման բյուջեն է, ես պետք է թվերին անդրադառնամ, ֆինանսների նախարարն այստեղ նստած է։ Ուրեմն նախ եւ առաջ չեմ կարող չսկսել մեր պետական պարտքից։ Պետական պարտքն ասելիս մեր սիրելի հայրենակիցներ պետք է իմանաք, որ 2018 թվականի վերջին մեր պետական պարտքը մոտ 7 միլիարդ էր, իսկ հիմա մինչև 14 միլիարդ, այսինքն կրկնակի ավելացել է մեր պետական պարտքը։ Իսկ պարտքի սպասարկման համար այս տարի տրվելու է 432 միլիարդ, որը մոտ կրկնակի անգամ մեր առողջապահությանը տրվող գումարի չափով է, այսինքն այնքան գումար, որքան տրվում է առողջապահության ոլորտին, երկու այդքան տրվելու է ընդամենը մեր պարտքը սպասարկելու համար։ Այս այն է, ինչ դուք պետք է իմանաք։ Եվ ամենակարևոր հարցը, լավ, այդքան գումարներ ներգրավել եք, ինչ է ստեղծվել, ինչ հավելյալ արժեք է ստեղծվել մեր երկրում, որ մեր թոռները կարողանան գնահատել այդ արժեքը։ Սովորաբար, երբ այս հարցադրումը հնչեցնում ենք, մարդիկ գալիս ու ասում են, բա գիտեք, դպրոցներ են կառուցել։ Շատ լավ է, որ դպրոցներ եք կառուցել, բայց դուք խոստացել եք 300 դպրոց կառուցել։ 300 դպրոցից ընդամենը 59 դպրոց է կառուցվել, ընդ որում 33-ն է միայն որ նոր դպրոց է։ Մնացած 26-ը ընդամենը վերակառուցվել է դպրոցը։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ դուք 8 միլիարդ, գրեթե 8 միլիարդ պարտք ավելացնելով մեր ապագա սերունդների ուսերին մի ռազմավարական նշանակության օբյեկտ չեք կառուցել, ատոմակայան չեք կառուցել, ռազմավարական ստրատեգիական նշանակության ենթակառուցվածք չեք կառուցել, երկաթգիծ, նույնիսկ 1 միլիոն բնակչություն ունեցող Երևանում, որտեղ մարդիկ գրեթե ամեն օր մինչև 2 ժամ խցանումների մեջ կանգնած են։ Այսօր, երբ որ քաղաքական մեծամասնությունը չկարողացավ գալ նիստի, ես վստահ եմ, որ մեծ մասը խցանման մեջ կանգնած եք, ինչպես որ ես։ Բա դա ինչու է այդպես, որովհետև երբ որ քաղաքապետերը համատարած շինթույլտվություններ են տալիս, տարբեր տեղեր խոշոր շենքեր են կառուցում, չեն մտածում այդ ճանապարհը ոնց նոր ճանապարհ կառուցելու մասին։ Իմիջիալոց որտեղ է ձեր Աջափնյակի մետրոյի կայարանը։ Ձեր ընդհանրապես գործունեությունը Աջափնյակի մետրոյի կայարանի նման մի բան է, որ խոսում եք տարիներ շարունակ, բայց գոյություն չունի։ Խաղաղությունն է ձեր Աջափնյակի մետրոյի նման մի բան, որ խոսում եք, բայց գոյություն չունի։ Ժողովրդավարությունն է Աջափնյակի մետրոյի նման մի բան, որ խոսում եք, բայց գոյություն չունի։ Մի թունել սարքել եք, նոր ճանապարհ սարքել եք, ոչ չեք սարքել։ Ավելին, խոսքը Երևանում նոր ենթակառուցվածքի մասին է, հանգստացեք, շունչ քաշեք։ Ավելի Նիկոլ Փաշինյանը վերջերս հեծանիվով գնալիս, երբ իր համար հատուկ չէին փակել փողոցները, նոր զգացել է, որ մեր հայրենակիցները խցանման մեջ են հայտնում։ Պատկերացնում եք, մարդ ժամանակին կարմիր լույսի տակ կանգնելը մեծ հերոսություն էր ներկայացնում, ասում եք, տեսեք, նոր Հայաստանում վարչապետը նման ձև պետք է դիրքավորվի։ Հիմա ընդամենը մի անգամ 7 տարի անց ճանապարհները փակելուց հետո հեծանիվով գնալիս հասկացել է, որ մարդիկ ժամեր շարունակ ուղղակի խցանման մեջ են կանգնած։ Խոստացել էիք 15 ջրամբար։
Ձեզ ասեմ, քանի ջրամբար եք կառուցել, 0 ջրամբար եք կառուցել։ Միակ կառուցված ջրամբարը Վեդի ջրամբարն է, էլ 16 թվականի ծրագիրը սկսել է կառուցվել, միայն 0 օրոք ավարտվել է, այսինքն 15 ջրամբարից 0 ջրամբար։ Վերջերս Կապսի ջրամբարում էի, եւ այնտեղ նույնիսկ տախտակի վրա նշված է, որ ավարտը ես խնդրում եմ ապահովել լռություն դահլիճում։ Վերջերս Կապսի ջրամբարում էի եւ այնտեղ տախտակի վրա նշված է, որ ծրագրի ավարտը 26 թվականն է եւ ընդամենը 10%-ով էր իրականացված ծրագիրը, այսինքն այդ խոստումն էլ չի իրականացվել։ Վարկերը ներգրավում են, դրա դիմաց տոկոսները փակվում է, բայց բուն ծրագիրը չի իրականացվում ու դա երկար տարիներ է տևում։ Արտահանումը կրճատվել է 47%-ով, որովհետեւ այնինչ արտահանում էիք կամ ոսկեր կամ թանկարժեք մետաղներ, որը հասկանում եք աշխարհաքաղաքական ինչպիսի իրողություններով էր պայմանավորված։ Երբ մենք ասում ենք 8 միլիարդ ներգրավել եք, ինչ եք ստեղծել, հենց դրա մասին ենք խոսում, որ այսօր այնպիսի պրոդուկտ չի ստեղծվել, որ ոսկին մնացած արտահանումները հանես, պրոդուկտ լինի արտահանման համար։ Առավոտից երեկո, երբ որ խոսում եք ապաշրջափակման մասին, հենց սա ենք ասում, շատ լավ կլինի, որ ապաշրջափակվի, բայց նաև այդքան պարտք ներգրավելու ֆոնին պրոդուկտ պետք է ստեղծվեր, որ ապագայում արտահանվի։ Ես ուզում եմ նաև թոշակներին անդրադառնալ։ Այս իշխանությունը խոստանում էր, որ մեր թոշակառուների գումարը պետք է լինի հավասար սպառողական զամբյուղի, որը մոտ 78,000 դրամ է։ Սիրելի հայրենակիցներ, բնականաբար այդ խոստումը եւս ի կատար չի ածվել։ Միջին թոշակը մինչև 49,000 է, նվազագույնը 36,500, եւ սա այն պարագայում, երբ կրկնում եմ, այդքան գումար ներգրավել է, բայց տնտեսական այնպիսի էֆեկտ չկա, որպիսի թոշակները բարձրանան։ Բայց միևնույն ժամանակ ԿՊԵ-ականների թոշակառու ծնողներն աննախադեպ հաջողություններ են հասել։ Հասարակ քաղաքացին, հասարակ մեր թոշակառուն այնքան թոշակ չի ստանում, որպեսզի սպառողական զամբյուղին համարժեք կարողանա ապրի, բայց ԿՊԵ-ականների որոշ թոշակառու ծնողներ աննախադեպ հաջողություններ են ունենում։ Սրա մասին բազմաթիվ անգամներ խոսել եմ, բայց հերթական առիթն է խոսելու։ Ինչպես օրինակ Տիգրան Ավինյանի մայրով $490,000 տուն է գնել, ինչպես Տիգրան Ավինյանի հայրով $200,000 Սևանում տուն է կառուցել, ինչպես գնել Սանոսյանի թոշակառու մայրը, ով $230,000 տուն է կառուցել, ինչպես Դիանա Գասպարյանի սկեսուրը, ով ոչ միայն տուն է գնել, այլ բազմաբնակարան շենքեր է կառուցել, ինչպես Դիանա Գասպարյանի սկեսրայրով գազալցակայան է կառուցել։ Եվ այսպես շարունակ, ես կարող եմ շատ երկար շարունակել, իմիջիայլոց առաջիկայում նման տարբեր ձեռքբերումների մասին ես կխոսեմ։ Իրականում օտարերկրյա կապիտալը փախնում է մեր երկրից։ Ներդրումների զուտ ներհոսքը նվազել է $155 միլիոն։ Իրականում ով պիտի գա մեր երկրում ներդրում անի, երբ օրը ցերեկով բիզնես են խլում։ Երբ հայտարարվում է, որ հարկատուն հերոս է, բայց այդ կարգախոսի ներքո կեղեքում են մեր հայրենակիցներին, հարկային տերոր է իրականացվում։ Եվ ձեզ համար հարկատուն ոչ թե հերոս է, այլ սովորական տուգանքի մատերիալ։ Իսկ եթե այդ հարկատուն մի հատ էլ ընդդիմադիր հայացքներ ա ունենում, առնվազն պոլին պետք է պարկացնել։ Հո բոլոր բիզնեսմենները չեն ձեր սրտի բիզնեսմեն Նարեկ Նալբանդյանի հնարավորություններն ունենում, ով նույնիսկ կալանքի տակ, չգիտեմ ինչ մասն Նարեկ Նալբանդյանը նույնիսկ կալանքի տակ գտնվող գույքն է կարողանում ձեռք բերել ու իմիջիայլոց սուպերմարկետների ցանցի ագրեսիվ այնպիսի էքսպանսիա կա, որը խիստ կասկածելի է եւ հստակ փաստեր ունենալու դեպքում ես սրան կանդրադառնամ։ Սիրելի հայրենակիցներ, բայց ամեն ինչ այնքան էլ ողբերգական չի այս իշխանությունների համար, ամեն ինչ այնքան էլ անհույս չի, որոշ ոլորտներում աննախադեպ աճ կա։ Օրինակ խաղադրույքների մասով 18 թվականին 422 միլիարդ խաղադրույք է իրականացվել, 24 թվականին 7.2 տրիլիոն, եւ սա ակնհայտ աճ է եւ որը խորախուսվում է նաեւ այս իշխանությունների կողմից։ Թմրանյութերի շրջանառություն, որտեղ ներգրավված են արդեն նույնիսկ էկոպարեկները, ինչպես պարոն Աղաջանյանը մի անգամ իր ելույթում ասաց, միջին վիճակագրական խնջույքը առանց թմրանյութերի չի անցնում։ Ես ճիշտ է նման միջին վիճակագրական խնջույքներին առանձնապես չեմ մասնակցել, բայց մարդը տեղյակա հայտարարում է եւ Տիկին Սարգսյանն էլ եւ մնացած իրավապահ մարմինների ներկայացուցիչներն էլ փոխանակ ընդդիմադիրներին կալանավորեն, պոլին պարկեցնեն, իրական հանցագործներով պետք է զբաղվեն։ Իմ ժամանակն ավարտվում է, բայց բնականաբար այս 7 տարիները
եւ արդեն գրեթե 8 տարին հասնող այս տարիները ժողովրդի մեջ ամրագրվելու են որպես Արցախը կորսված տարիներ այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, հոգևորականների նկատմամբ իրականացված բեսպրիդելի տարիներ, որտեղ երբ ընդդիմադիր համայնքապետ է ընտրվում կամ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան։